Բարև ձեզ, այսօր պատրաստելու եմ ամենահամեղ հայկական կլոր գաթա։ Վերցրել եմ 500 գրամ ալյուր, մաղել եմ, հիմա այստեղ քերելու եմ, ես մարգարինով եմ անելու, դուք կարող եք կարագ վերցնել, 200 գրամ կարագ, լավ քերում եք, այսպես։ Տեսեք, այնքան ենք տրորում, տրորելով այսպես, որ լինի ինքը խորիզանման զանգված կարագը ալյուրի հետ։ Հիմա այստեղ կավելացնենք փխրեցուցիչ, 1 թեյ գթալ, կես թեյ գթալ սոդա, վանիլին, 1 թեյ գթալ, ես խմորի մեջ մի քիչ շաքարավազ եմ անում, որպեսզի ավելի համեղ ստացվի, քաղցր ստացվի խմորը, 100 գրամ շաքարավազ, ես լավ խառնենք, չոր բաղադրիչները, մի փոքր էլ աղ կարելի է այսպես, մի պտղունցի չափով, լավ խառնում ենք, ավելացնում ենք 2 ձու, 1 ձվի դեղնուցը վերցրել եմ վրան քսելու համար, բաղադրիչները սենյակային ջերմաստիճանում պետք է լինեն և թթվասեր 200 գրամ, հիմա խմոր ենք հունցելու, ահա տեսեք այսպիսի փափուկ խմոր ստացվեց, կդնենք սառնարանում մի 20 րոպե, թող հանգստանա, հիմա պատրաստում ենք խորիզը, վերցրել եմ 200 գրամ ընկույզ մանրացրել եմ, այստեղ կավելացնեմ վանիլին, 1 թեյ գթալ, ալյուր 100 գրամ, շաքարավազ 200 գրամ և կարագը հալեցրել եմ, կարող եք յուղ վերցնել 100 գրամ, լավ խառնում ենք,